Ամեն օր մենք շտապում ենք սև ժապավենի երկայնքով վստահելով դրան մեր կյանքը։ Բայց գիտեք ինչից եւ ինչպես է այն պատրաստված։ Ասֆալտը միայն քարերն ու խեժը չէ, այն բարդ ինժեներական կարկանդակ է, որի բաղադրատոմսը սկսվում է այստեղ երկրի աղիքներից։ Ճանապարհի հիմքը դառնալու համար քարը պետք է անթերի կոշտ լինի։ Մենք ընտրում ենք գրանիտ կամ բազալտ, որը կարող է դիմակայել հսկայական բեռների։ Առաջին փուլը ոչնչացումն է։ Միաձույլ ժայռը, որը միլիոնավոր տարիներ քնած է, պետք է ջախջախվի նոր ձև ստանալու համար։ «100 տոննա հումք է ուղարկվում վերամշակման։ Այստեղ թուլության տեղ չկա։ Տեխնոլոգիան աշխատում է իր հնարավորությունների սահմաններում։ Հսկայական քարերն անօգուտ են շինարարության համար։ Դրանք ուղարկվում են ջարդիչ վերածելու բարձրորակ մանրացված քարի։ Մեզ պետք է ոչ միայն ավազ, այլ ամուր խորանարդաձև մանրացված քար, որը կդառնա ասֆալտի կմախքը։ Փոխակրիչների համակարգի միջոցով, ասես զարկերակների միջով, քարի զանգվածը շտապում է տեսակավորման։ Քարը բաժանում ենք կոտորակների։ Մեծը ճանապարհին ամրություն կտա, իսկ փոքրը կլրացնի բացերը, ստեղծելով իդեալական խտություն։ Բայց սառը քարը դեռ ճանապարհ չէ։ Գործում է ասֆալտբետոնի գործարանը, այն վայրը, որտեղ ծնվում է ջերմաստիճանի իրական կախարդանքը։ Խոնավությունը դիմացկուն ճանապարհի գլխավոր թշնամին է։ Դրանից ազատվելու համար քարի խառնուրդն ուղարկում են չորացման տաշտ։ Երկրորդ հիմնական տարրը բիտումն է։ Այս նավթամթերքը ասֆալտի մուգ արյան նման է։ Սա ծանր սոսինձ է։ Երբ տաքանում է, այն վերածվում է մածուցիկ կպչուն հեղուկի։ Տաք բիտումը ներարկվում է խառնիչի մեջ, նույնիսկ ամենափոքր քարը պարուրելով ամենաբարակ թաղանթով։ Պատրաստի արտադրանքը դուրս է գալիս գործարանից։ Խառնուրդի ջերմաստիճանը 160 աստիճան է։ Այժմ սկսվում է մրցավազքը ժամանակի դեմ։ Ասֆալտն ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ շոկ է։ Եթե ճանապարհին սառչի, կվերածվի անպետք մոնոլիտի, որը պետք է լոմով փորել։ Ամեն րոպե կարևոր է։ Բեռը պետք է հասնի հաստատություն առնվազն 130 աստիճան ջերմաստիճանով։ Ծանր աղբատարի խնդիրն է խառնուրդը արագ հասնել տեղամաս, կորցնելով ոչ ավելի քան 10 աստիճան ջերմություն։ Երթուղու վերջնական կետը։ Այստեղ հին ծածկույթն արդեն կտրված է եւ հիմքը պատրաստվում է նոր շերտ ստանալու համար։ Ասֆալտը պարզապես գետնին չի կարելի փռել։ Այն դիմացկուն դարձնելու համար այն տեղադրում են ավազի շերտի եւ մանրացված քարի վրա։ Տեղադրումից առաջ վերջնական հպումը էմուլսիայով լցնելն է։ Սա հեղուկ այդ բենարան է, որը ամուր կսոսնձի նոր շերտը հիմքին։ Ինքնաթափ մեքենան զուգակցված է ասֆալտապատման հետ։ Հիմա նրանք կշարժվեն որպես մեկ։ Տոննաներով տաք խառնուրդը հոսում է սալահատակի վազում։ Մեքենայի ներսում թաքնված է հզոր փոխակրիչ համակարգ։ Այն անընդհատ սնուցում է տաք զանգվածը բաշխիչ սարքերին։ Պտուտակներն աշխատում են Արքիմեդի պտուտակների պես։ Նրանք խառնուրդը հավասարաչափ բաշխում են շերտի լայնությամբ, կանխելով դատարկությունները կամ նյութի կուտակումները։ Կեղևը գործընթացի սիրտն է։ Այն թրթռում եւ տաքանում է նախապես սեղմելով շերտը եւ ստեղծելով այդ կատարյալ հարթությունը։ Մեքենաները շարժվում են դանդաղ, բայց անընդհատ։ Դադարեցնել չի թույլատրվում։ Ոճավորումը գործի միայն կեսն է։ Այժմ չամրացված խառնուրդը պետք է սեղմել վերածելով այն մոնոլիտի։ Ճանապարհային գլանափաթեթները մտնում են պայքարակ, բիտումը սոսինձի պես կպչուն է։ Որպեսզի այն չփաթաթվի անիվների շուրջ, գլանափաթեթները շարունակաբար ոռոգվում են ջրով, ստեղծելով գոլորշու բարձ։ Հաջորդը գալիս է օդաչնշական սահադաշտ։ Նրա ռետինի անիվները աշխատում են մերսող թերապևտի մատների պես, հունցելով կառուցվածքը եւ փակելով ծակոտիները ջրից։
Խտությունը հաջողության գրավականն է։ Շերտը սեղմում են 20 պրատով, փխրուն խառնուրդը վերածելով անջրանցիկ զրահի։ Հիմա ճանապարհը պատրաստ է թվում, բայց խոցելի։ Բիտումը պետք է սառչի եւ կարծրանա մինչեւ իր վերջնական ամրությունը։ Ասֆալտը հովացել է, նշումը կատարված է։ Այս ճանապարհը պատրաստ է ընդունելու իր առաջին մեքենան։